Wow. Ձենս վարի գնաց։ Կարանք այդ երկրորդը չուտեինք գազով տակ չայ։ Իմ վիդեոյի մեջ ռեկլամ է սղծնում։ Very good man։ Ոխպես շատ կծու է։ Էս ինչ է։ Բոնո։ Էլ մեբել, էլ հեծանիվ, էլ ոչխարի գլուխ։ Պրոպկա է 4 կոմը, հա։ Պրոպկա արա, հա։ Ինչ էր անում ես հոպարստը։ Օրորո կռիս, նոյեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այս ալբանական չէ, այս իտալական է։ Do you want to follow me? But you can follow me. No? Հերախոսը տալիս էի մեկի բերնի։ Մամա ջան, ուղակի շեդևր։ Արա դե ուրիշ է էլի հռոմը։ Մինչև Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ հասնելը ինձ պետք էր Լեհաստան հասնել, որովհետև Ռիգայից ուղիղ Բուդապեշտ շատ հանգ էին տոմսերը։ Իսկ Ռիգայից Կրակով սամալյոտի տոմսը մի 7000 դրամ էր։ Համել ձեռի հետ Կրակովը կտենամ։ Կրակովի аэроպորտում էլ տրանսպորտի տոմս արա, որ 4 զլոտի էր կամ մոտավորապես 1 եվրո։ Գնում եմ քաղաք, հոստելում չեքին անեմ ու դուրս գամ գիշերային Կրակովը բացահայտելու։ Այս արդեն իրանց քաղաքի կենտրոնն է։ Մի տեսակ ոնց որ Ամստերդամի vibe դա, չէ՞։ Հələ նայեք, բավականին կոկիկ։ Ինչ-որ օրս հելա վրես։ Այստեղ փաստորեն ապրել է Հենրիկ Շենկևիչը, ով որ Նոբելյան մրցանակի դափնեկիր է 1905 թվին։ Նայեք ներսի նկարը ինչ սիրուն է։ Երևում է։ Կարակ շուխուր չանեք։ Հետի լեհերեն չէի կարա, էլի ասեի։ Դուխը շերերիք, կտանք սպանեի։ Ես էլ ձեզ սիրուն էսթետիկ կաֆեշ կա, անունն էլ քիստը արա դե ես ինչ անուն եք դրել, դզեց, ես իրանց գլխավոր հրապարակն է, տեսեք ինչ մարդաշատ է, ուզուտ 5 շաբթի իրիկուն է ժամը 9, շատ սիրուն է, ես իրանց շուկայի հրապարակն է, ես ձեզ վաղը ցերեկով կբերեմ ստե ու ավելի սիրուն, ավելի երևացող ցույց կտամ ես ամեն ինչը, հիմա ահա որ շատ հոգնած եմ, դրա համար գնում ենք հոստել ու քնենք։ Մի հատ իմ հոստելի շենքը զգացեք էլի, տեսարանը։ Yes, reception. Hello, I just reserved the bed for tonight. Taron. Kurwa z chaty sprzedam, w sumie mam już przejebane, wszystko jednak jest sprzedane. Aczki sachkanat in arten love. Inol jak u tabalugi, dzień drugi, bez walenia, gdzie jest wąż, biała chemia, jebane zejście, tak wykańcza, jakby w chuja diabła cię szarajczo. Ես արդանցել եմ արդեն, հիմա գնում եմ շամպուն, ատամի մածուկ ու ատամի խոզանակ առնեմ, գամ լվացվեմ, լողանամ ու գնամ։ Այս ինչ ցուրտ է։ Հա գարա։ Wiedzie biały węgorz, chemia party chce. Որ գնում ես ուրիշ երկիր, կենտրոնում փոքր խանութներ են էլ լինում, այդ խանութները պաշտում են ուղղակի։ Bardzo chcę dotykać gwiazd, ale nic z tego, bo mam zjazd, totalne kurwa mega zejście. Իրականում նորմալ շամպուն չկա, որ 100 մլ լինի, դրա համար ստիպված ես պուչունեից մեկը պիտի վերցնեմ, դե կվերցնենք այս մեկը, չգիտեմ ինչի համով է։ Dziękuję bardzo. Rozkłada mnie, nic nie przetknę, mam deszcze, kurwa mać, ile jeszcze. Հոստելում անպայման լողացա, որովհետև դուշը ջրի էր ու դուրս եկա մանգալու։ Ես ինադու հոստել էի վերցրել, որ թեկուզ գոնե մի 5 եվրո խնայեմ, հեն էլ հելադուս մեծ հավվայ բուլկի վեկալ այդ 5 եվրով։ Հենա տենում եք ինչ զորով եմ ուտում ու անհարմար։ Հետաքրքիր փաստ Լեհաստանի մասին։ Լեհերը համարվում են Եվրոպայի ամենաշատ կրոնին հետևող մարդիկ։ Դրա համար Լեհաստանում կա ավելի շատ եկեղեցի, քան McDonald's ամբողջ Եվրոպայում։ Բայց դες 100% չէ, էլի ChatGPT-ին եմ հարցրել։ Հիշում եք, որ երեգիշեր ասում է էս էլ իրենց շուկայի հրապարակն է։ Էս էլ իրենց շուկան է, բայց մեր պատկերացած շուկայի պես չէ, էլի, այստեղ ավելի շատ տուրիստական տեղ է, տենց սուվենիր են ծախում։ Իրականում Կրակով, բայց ես եկել եմ ամենաշատը մի բանի համար։ Այստեղ մի հատ թանգարան կա, որ կոչվում է Ցարտորիսկի թանգարան։ Այդ թանգարանում Լեոնարդո դա Վինչիի նկարներից մեկն է, Կազաքիսով աղջիկը։ Ու հիմա ես գնում եմ վերջապես այդ նկարը տեսնելու սեփական աչքերով։ Thank you very much.
ուսանողների համար տոմսը արժեր ընդամենը մի զլոտի։ Մի զլոտին անում է 25-30 ցենտ մոտավորապես։ Շատ էժան էր, դզես։ Ոնց հասկացաք, ես արդեն թանգարանի ներսում եմ։ Հիմա ման եմ գալիս, որտեղ է Դա Վինչիի նկարը, իհարկե մյուս էքսպոնատները ուսումնասիրելով։ Իսկ այս Ռեմբրանտի նկարներից մեկն է։ Հասանք Լեոնարդո դա Վինչիի նկարին հայտնի։ Դե ինչ, Լեոնարդո դա Վինչիի նկարը տեսանք, հիմա կարելի է գնալ հանգիստ սրտով հաց ուտել։ Գնացինք։ Ճամփին էլ սիրուն կաթոլիկ եկեղեցի տեսա, դե միանշանակ մտա նայեմ, որտեվ ներսից իրոք շատ սիրուն էր, ու գնացի լեհական պիերոգի ուտելու։ Պիերոգի, որ ասում ենք, ճիշտն ասած իմ մոտ էլ էր տպավորություն, որ ինքն մեր հայկական պերաշկու պես ինչ-որ բան ա լինելու, բայց չէ, ավելի շատ պելմենի հիշեցնող բան է, բայց իրոք շատ համով, էսա ցույց կտամ։ One croquette with meat, one ox with umbrella, the beef onion, Polish pear. Փորձում ենք լեհական պիերոգի։ Շատ լավն է։ Այսի տավարի մսով սոխով ու սունկով էր, շատ լավն էր։ Լեհական պիերոգներ ու գարեջուր խմելուց հետո ճիշտ ասած քունս ահավոր տարավ, բայց հələ պիտի հասցնենք Կրակովը էլի բացահայտենք, դրա համար քնել չկա, գնացինք քայլելու։ Հետո էլի պատահական կաթոլիկ եկեղեցի մտա, ոնց ասել էի մինչև այդ, Լեհաստանում շատ են կաթոլիկ եկեղեցիները, ու այս մեկի ներսը շատ սիրուն էին զարդարել, որտեվ պարզվեց հարսանիքը լինելու։ Մեկ պատկերացեք ձեր հարսանիքը ստեղ էլի, շատ շքեղ էր իրոք ամեն ինչ։ Ոտս մի քիչ կախքցեցի, հարսն ու փեսան եկան, հյուրերը եկան, այդ պսակադրության process-ը մի քիչ նայեցի ու դուրս եկա։ Դուրս գալուց է սենց լրիվ պատահական, դալանի միջով մտա հայաթում ինչ-որ կաֆե էր, երևի ցուրտը փակ էր, բայց լավ սիրուն տեղ էր, լրիվ տղեկով բլոտ հաղալու տեղ էր։ Հաջորդ տեղը, որ գնում եմ, այդ Կրակովում լեհական թագավորական պալատն էր, հիշացնեմ, որ Կրակովը եղել է Լեհաստանի մայրաքաղաքը։ Չնայած նենց եմ ասում հիշացնեմ, ոնց որ մինչև այդ ասել էի։ Սրանք ամենայն հավանականությամբ հին ժամանակներում գիտեք ինչեր են եղել։ Այո, ճիշտ հասկացաք։ Այնտեղից անում էին ուղիղ այստեղ։ 11-ից 16-րդ դարերում Կրակովը եղել է Լեհաստանի մայրաքաղաքը։ Էսի արդեն ոնց որ 6-րդ անգամ եմ ասում։ Դրա համար ստեղ թագավորական ժառանգություն կա։ Գոթական ոճով աշտարակներ, եկեղեցիներ, Ռենեսանսի դարաշրջանի քանդակներ, պատկերներ եւ այլն։ Իսկ Վավելի տաճարում, որը այս տարածքում է գտնվում, կային անգամ թագավորական դամբարաններ։ I want a ticket for the cathedral. How much? 25. 25 zloty. Okay. Thank you. Այս գլխավոր կաթեդրալի տոմսը վերցրեցինք, բայց ասում է no photo ու video կաթեդրալում, բայց դե առանց դրա ոնց կլինի, բայց ես ձեզ ցույց չտամ, ինչ տեսք ունի։ Այս կադրերը, որոնք հիմա դուք տենում եք, իրականում թաքուն եմ նկարել, չգիտեմ ինչի չէր թույլ է տրվում նկարել, բայց տաճարի մեջ մի ձև բստրեցի նկարեցի, ու սրանք թագավորական դամբարաններ են, ովքեր ժամանակին կառավարել են Լեհաստանը։ Անունները զուտ չեմ ասում, որովհետև մեկը մոռանալու եք։ Հետո բարձրացա այդ նույն տաճարի աշտարակը, որտեղ մեծ զանգեր կային, այնտեղ արդեն թույլ է տրվում էր նկարել։ Տեսանն էլ դեպի քաղաք շատ սիրուն էր։ Այդ տեսանը վայելեցի ու իջա, որ կամաց գնամ դեպի ավտոկայան։
Եթե անկեղծ Կրակովը շատ լավ տպավորություն թողեց, քաղաքում զգում էիր թե հնի, թե նորի շունչը։ Ես իրան կգնահատեմ 10-ից 8։ Եթե այս կողմերով անցնեք, անպայման մտեք։ Ստե մեծ լավ օբյեկտ կա, դա լավ պիերոգիներ են տալիս։ Իսկ ես վազեմ ավտոբուսից, որ չուշանամ, որովհետև ինադու գիշերվա ավտոբուս եմ վերցրել, որ Հավայի հոստելի փող չտամ։ Իսկ մենք կհանդիպենք արդեն Բուդապեշտում։